Հարգելի հեռուստատոներ, հեռանկարի հյուրն է դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրացուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Սխալ չներկայացրեցի, չէ՞։ Չէ, ամեն ինչ ճիշտ։ Հա, ես նաև հենց դրա համար ուզում եի հարցնել, թե ոնց որ դուք ձեր քաղաքական ուժով, ձեր կուսակցությունով չմասնակցիկ ընտրություններին։ Դեք մենք շատ ռեալիստական հաշվարկ արեցինք, ցավոք սրտի մի շարք ուժեր այդ հաշվարկը չարեցին, որ այս ընտրությունները խոշորացման մասին են, այսինքն պետք էր գնալ կոնսոլիդացիաների մեջ, որպեսզի ավելի արդյունավետ լիներ ընդդիմության ներկայացվածությունը եւ ձայների փոշիացման այդ վտանգը չլիներ։ Միայն այդ նկատառումներից ելնելով է եղել, խոսել ենք պարոն Ծառուկյանի հետ, հենց այս ձևաչափն ենք գտել ամենահարմարը։ Այսինքն եթե դեմոկրատական միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը շատ երկար տարիների փորձ ունի, մենք 6 տարվա հաջողված պատմություն ունենք թիմ ընտրություններում միասնական հանդես գալու, կամ դաշինքով ենք հանդես եկել, կամ երկուսիցս որևէ մեկի դեմքով, բայց միասնական թիմով, հետևաբար մեր պարագայում այդ որոշումը նույնիսկ բնական էր եւ թիմերում շատ մեծ խնդիր չի առաջացել հենց այս լուսմանը գալու տեսանկյունից։ Այսինքն եթե դեմոկրատական այլընտրանքը առանձին մասնակցեր, այն ձայներ փոշիացնող կուսակցությունների։ Բնականաբար, որտեղ մեր ռեսուրսները նվազեն, համեմատաբար նոր կուսակցություններ, ավելի սակավ ռեսուրսներով, այո, ինտելեկտուալ լավ միջուկ ունենք, բայց գիտեք, որ այսօրվա հայաստանյան չափանիշներով, երբ որ ընտրությունները շատ ծախսատար են եւ կադրային մեծ ներգրավվածություն են պահանջում, փոքր կուսակցությունները համեմատաբար ավելի վատ ստարտային դիրքերում են եւ բացի այդ ես կարծում եմ շատ լավ առիթ են հարաբերս քաղաքական համակարգում խոշորացումների գնալու։ Այսինքն իրար մոտ քաղաքական ուժերը, որոնք ունեն արժեքային ընդհանրություն, համագործակցության հաջողված պատմություն, մենթալ ընդհանրություններ, այդ ուժերը կարող են կամաց գնալ դեպի կոնսոլիդացիայի եւ քաղաքական ուժերի խոշորացման, մեր կուսակցությունը միայն դրա ջատագովն է։ Պարոն Սուրենյանց, ամեն դեպքում ըստ ձեզ ինչ է նշանակում ձայներ փոշիացնող կուսակցություններ։ Տեսեք, ի վերջո քաղաքական ուժերը ինչ որ նպատակի համար գնում են, չէ՞։ Հասկանում եմ, որ չեն հաղթում կամ չեն հաղթահարում այն չեմ, բայց ինչ որ նպատակ կա, ինչ որ խնդիր կա դրված։ Բոլոր խնդիրները ես հարգում եմ, բայց երբ որ նայենք հիմա Եվրոպայի արևմուտքի զարգացած դեմոկրատիաներին, գրեթե անխուսափելի բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտի սկզբնական կայացման փուլում բազմաթիվ քաղաքական կուսակցություններ են ստեղծվում, հետո իրանք աստիճանաբար գալիս են խոշորացումների, մի քանի բյուրեղացված կոնսոլիդացիոն կենտրոններ են ստեղծում, սա բնական ճանապարհ է, մեր մոտ էլ անցնելու ենք, բերեմ ամենապարզ օրինակը։ Օրինակ Գերմանիայում ՔԴՄ-ից անջատ ՔԴՍ-ն երբեք ընտրությունների չի մասնակցում, դա հիմնականում Բավարիայում գործունեություն ծավալող քրիստոնյա դեմոկրատական սոցիալական միությունն է, որը որպես կանոն միշտ քրիստոնյա դեմոկրատական միության հետ է մասնակցում ընտրություններին, սա շատ բնական է դիտվում, դա գերմանական քաղաքական մշակույթը կոնսոլիդացիայի այս մակարդակին է հասել։ Հիմա մեր մոտ էլ էլի թող մասնակցեն, էլի խնդիր հետապնդեն։ Խոշորացումը քաղաքական գործընթացի կարևոր էլեմենտներից մեկն է, իհարկե դրա համար պետք է բնականon քաղաքական դաշտ լինի, Հայաստանի քաղաքական դաշտը շատ հեռու է այդ իրականությունից։ Եթե չեմ սխալվում, հենց Գերմանիայում էր գարեջրի սիրահարների կուսակցություն բացվել, չէ՞, որը բավականին հեղինակություն կուսակցությունների պակաս չկա։ Մեր մոտ էլ չէ, մենք հանրայինի եթերը հրապարակային բանավեճերին անշուշտ հետևել եք, էկզոտիկ դրսևորումներ ստեղ էլ երևի տեսակ։ Բոլորին դեմ եմ նկատի ունեք։ Ինչու միայն։ Հասկանալի է։ Լավ, գանք բուն ընտրություններին, ինչպիսին էին դրանք ըստ ձեզ։ Ազատ, արդար, քիչ ազատ, քիչ արդար, քիչ օբյեկտիվ։ Իշխանության յուրացման հատկանիշներով ուղեկցվող ընտրություններ էին։ Մի երկու հատկանիշ կասեմ, փաստարկի սոկտին, օրինակ երբ որ ես 30 տարի ընտրությունների մասնակցելու փորձ ունեմ, նախ մի անգամից արձանագրեմ, որ Հայաստանում իդեալական ընտրությունները երբևէ չեն եղել,
բայց այս մեկը արտառոցել մի քանի առ։ Օրինակ ժամը 2-ին։ Ինեն է ի վերջո մարդիկ կգտնվեն, որոնք կասեն, որ այդ ընտրությունները լավ Չէ, չեն։ բայց կան փաստեր։ Կան փաստերը, որոնք երկացիա են, որոնք արդեն սուբյեկտիվ ճաշակի պրիզմայից դուրս են։ Համարյա աքսիոմատիկ ճշմարտության հավաս։ Օրինակ, եթե ժամը 2-ին ընդամենը գյուղաբնակ 10-15 տեղամասերի արդյունքներ են ամփոփվել, որոնք էլեկտորալ պատկերի վրա շատ մեծ ազդեցություն չունեն։ Ու Երևանի տեղամասերում էլ ընթանում է բուրըն հաշվարկ, Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք նրան չէին կարող տեղեկացնել, որ արդեն հաղթել է։ Բայց ինչու չէին կարող։ Ասում եմ ժամը 2-ին։ Եթե ինչ-որ համակարգված, կենտրոնացված։ Ասում եմ, որտեվ ժամը 2-ին խոշոր տեղամասերում բուրըն հաշվարկի process էր եւ որևէ մեկը չէր կարող իմանալ հաղթել են թե ոչ։ Շատ པարզ է, 2-ին հայտարարել։ Ընտրությունների ավարտից 6 ժամ հետո դեռ բուրըն հաշվարկի process։ Որովհետև տեխնիկապես process-ը այդպեսին է մեծ տեղամասերում, տեղ ընտրական օրենսգրքի անկատարություն էլ կա, մի շարք այլ բաներ էլ կա։ Համենայն դեպս այն պահին, երբ Փաշինյանը հայտարարեց իրեն հաղթող, տեղամասերի 85%-ում քվեարկության հաշվարկի, քվեների հաշվարկի գործընթացը շարունակվում էր եւ մեծ ցանկության դեպքում որևէ մեկը չէր, օրինակ եթե ես ձեր տաղավարում նման հայտարարություն անեի, ենթադրենք գայ ձեր տաղավար ասեի, որ 52% հաշվարկի արդյունքում մենք հաղթել ենք եւ պարոն Ծառուկյանը ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորմանը, հաստատ իշխանության յուրացման մեղադրանքով հենց տաղավարից ինձ կկալանավորեին։ Սա մեկ։ Իսկ այն ինչ կատարվեց կոնկրետ մեր ընտրաթիմի հետ, երևակայության բոլոր սահմանները հատեց, որովհետև ակնհայտորեն 3 տեղամասերում ընտրությունների անվավեր ճանաչելու որոշումը, որի դեպ մենք չենք վիճարկում, կարող էին եւ անվավեր ճանաչվել։ Խնդիր չկա, այնտեղ զինվորականների հետ կապված ոչ պատշաճ քվեարկություններ եղել ընթացակարգային խախտումներով, դա էլ պետության պարտականություններ, որ ինքը ձախողել էր, թող վերահաշվարկ նշանակեին 101 հոդվածի անտեսումով ընտրական օրենսգրքի ըստ էության ԲՀԿ-ից գրպանեցին 5 մանդատ իրենց համար լուծելու համար որակյալ մեծամասնություն ունենալու խնդիր է 3/5-րդի։ Սա արտառոց խախտում է, որը երբևէ Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Դրա համար էլ տեսեք, մի հատ ցուցիչ կա։ Այ նայեք էլեկտորալ պատմությունը Հայաստանի։ Միշտ բողոքարկողներ եղել են, ճիշտ եք։ Ընտրություններից հետո 96 թվականից սկսած։ Մի ՍԴ-ում ինչ-որ, բայց դա եղել է քաղաքական ուժի մի բևեռ։ Մեկն է եղել բողոքողը, 2 քաղաքական ուժաբո։ Նման համատարած, երբ որ բողոք են 7 կուսակցություն, ընդ որում 3-ն էլ չեն բողոքել, որտեվ սոլիդարություն են հայտնել արդեն բողոքողներից որևէ մեկին։ Խոսքս ՀԱԿ-ի մասին է, Լուսավոր Հայաստանի մասին է եւ ազգային ժողովրդավարական բևեռի հայտարարություն չէ կա իրենց։ Մի օրինաչափություն էլ նշեք, որ միշտ բողոքել են ընդդիմությունը եւ միշտ ՍԴ-ն որոշում է ընդունել հօգուտ իշխանությունը։ Այդ լավ բանի մասին չի խոսում իհարկե։ Չէ, ես փաստն եմ ֆիքսում, որ 96-ից ձեր հիշատակած լավ բանի մասին չի խոսում, իդեպ լավ բանի մասին չի խոսում նաեւ մեկ այլ փաստ, որ ՍԴ-ի 9 դատավորներից 2-ը այնքան քաղաքականապես սուբյեկտիվ են, որ գործընթացից դուրս են թողնվել, այդ նշանակում է ՍԴ-ի հետ մենք խնդիր ունենք։ Երրորդ դատավոր էլ կա այնտեղ, որը սուբյեկտիվ քաղաքական տեսակ, որին տանիք է առնվազն սուբյեկտիվ քաղաքական տանիք դիրքորոշումներով հաճախ աշկի անգնում տանիքի անդամի նկատի ունեմ, սա լավ բան չի։ Սա նշանակում է, որ ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սուպեր քաղաքականացված է եւ այն արբիտրային իր ֆունկցիան, որ ենթադրվում էր, որ պիտի կատարի, չի կատարելու։ Ես գրեթե վստահ եմ, գիտեք մի հատ տերմին կա մրցակցային ավտորիտարիզմ։ Այ Հայաստանում ստեղծված ռեժիմը այդպեսին է։ Թվյացալ բոլոր ինստիտուտները գործում են, այդ թվում ընտրությունների ինստիտուտը։ Պարոն Սուրենյանց, եթե հաղթել ընդդիմությանը չի կարելի։ Հասկանալի է։ Եթե ԲՀԿ-ն այդ 4% ապահովեր, ես նկատի ունեմ, եթե ԿՀ-ն ի վերջո այդպիսի որոշում կայացներ, որ ԲՀԿ-ն անցել է խորհրդարան, այս բողոքարկումները ՍԴ դիմելու այս շղթան չէր լինի։ Լինելու էր։ Մեր կողմից առնվազն նույնիսկ 4%-ը հաղթել։ Դուք եւս այդ դեպքում վիճարկելու եք։ Վիճարկելու ենք, որովհետև տեսեք, վարչական ռեսուրսի գրեիք չարաշահման մասին,
ունենք անխոցելի փաստեր, ունենք բազմաթիվ ահազանգեր, որ քվեաթերթիկները հատկապես լույսի տակ թափանցիկ է եղել եւ ի վերջո քարոզարշավի ընթացքում մենք ենթարկվել ենք յուրահատուկ թիրախավոր բան, չմոռանանք, որ հասարակացին քարոզարշավի մեր ցուցակի երկրորդ համարն է կալանավորվել մեր կարծիքով շինծու մեղադրանքներով, իսկ այդ կալանավորման փաստը ինքնին էլեկտորալ տրամադրությունների վրա ազդեցություն ունեցող գործոն է։ Նշեցիք, որ վարչական ռեսուրսի չարաշահման անխոցելի փաստեր ունեք, իսկ ընտրակաշառքի հետ կապված ունեք անխոցելի փաստեր։ Գիտեք, այստեղ էսպես է, այդ փաստը, որ ասում ենք ունենք վարչական ռեսուրսի, կոնկրետ արձանագրված փաստ է։ Կոնկրետ փաստը կա, արձանագրված է։ Իսկ ընտրակաշառքի մասին ընդհանրապես տեղեկություններ են, որոնք դեռ դատական process գոյություն չունի։ Դատական ակտ գոյություն չունի։ Կասկածում եք, որ կունենա այդ ակտերը կլինեն ի վերջո։ Երբ որ դատական ակտ կլինի, համակողմանի քննության Ձեր կարծիքով 300-ից ավելի գործ կա, վերջո բոլորը պետք է անդրամաբանական է, վերջում ասեն, թե ոչ մեկը հակակառավարության կոմիտեի պնդումների, այդ շատ աղմկով խոսում են, հրապարակում են, հետո ձերբակալություններ են լինում, երբ որ նայում ենք իբր բացահայտումների թիվը ու ռեալ կալանավորվածների թիվը այնպիսի մեծ կոնտրաստ է, այսինքն ավելի շատ քարոզչական աղմուկ է եղել, քան իրական բացահայտում։ Հետո մի բան եմ ուզում մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, 44 օրյա ավարտից հետո հավանաբար պարտության պատասխանատվությունը այլոց գրպանը գցելու համար Նիկոլ Փաշինյանը լայվի ռեժիմով լրտեսական բացահայտումներ էր անում, հիշում եք երևի։ Դատական 0 ակտ ունենք։ Այսինքն այս իշխանության ձեռագիրն է քաղաքական օրակարգ սպասարկելու համար քարոզչական աղմուկ ստեղծելը, հետո դա չի ամրապնդվում որպես կանոն դատական ակտերով։ Դրա համար ասում եմ, երբ որ դատական ակտ կլինի, եւ իսկապես կպարզվի, որ նույնիսկ իմ թիմակիցը կամ ընդդիմադիր որևէ մարդ ընտրակաշառք է բաժանել, առաջի դատապարտողը ես կլինեմ։ Բայց մենք խոսում ենք ընտրակաշառքից, դա չէ, որ օտար չէ մեզ համար այդ երևույթը որպես այդպեսին։ Մենք անընդհատ խոսել ենք այդ։ Հիմա ուրիշ բան է։ 96 թվականից սկսած անընդհատ այդ ուրիշ բան է ձև առաջարկի։ Փաստորեն, մի հարցում ընդդիմությունը։ Չէ, մի առաջարկի, ասեք ինչու չեք հավատում, որ ընտրակաշառք եղել է։ Մի հարցում ընդդիմությունը ու իշխանությունը մի հարցում կարծես միակարծիք են։ Իշխանությունը ընդդիմության, ընդդիմադիր հատվածի լեգիտիմությունն է կասկածի տակ դնում, չէ՞։ Ընդդիմությունը կասկածի տակ է դնում, իշխանությանը մեղադրում է ուզուրպացիայի մեջ, այսինքն կասկածի տակ է դնում մեծամասնության ձևավորման լեգիտիմությունը, ճիշտ է։ Այսինքն եթե ընդհանրացնում ենք պատկերը, ստացվում է, որ ազգային ժողովի բոլոր սեգմենտները զբաղված են նոր գումարվելիք խորհրդարանի, ապա լեգիտիմացման գործընթացով։ Սրա միակ հանգուցալուծումը նոր ընտրություններ անցկացնելն է։ Այդ դեպքում նոր ընտրություններ ես ձեզ ով ավելի մեծ շանսեր կունենա այդ նոր ընտրություններում հաղթելու։ Ես դժվարանում եմ ասեմ, դուք շատ խորքային հարց եք իրականում տալի, որովհետև ես որպես քաղաքագետ արդեն վերանամ, քաղաքական պատկանելությունից, դժվար եմ պատկերացնում հետընտրական տրանսֆորմացիան էս, ինչպիսի հասարակական տրամադրություններ ինչպիսի կոր է ստեղծել։ Ամենայն դեպս մի բան կարող եմ հստակ ասել, եւ իշխանությունը մաշվածություն ունի շատ մեծ չափով, բարոյապես, հոգեպես, քաղաքական առումով, բայց ընդդիմությունն էլ հաստատ ռեբրենդինգի անհրաժեշտություն ունի, այսինքն Հայաստանում մի հատ փակուղային բանաձև է, այս ընտրությունները ի վերջո այդպիսին են։ Օրինակ ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մի հատ բանաձև է տվել Հայաստանի ընտրությունների մասին, ասում է իշխանությունը հաղթեց ոչ թե նոկաուտով, այլ միավորներով։ Բռնցքամարտի լեզվով փորձը մեկնաբանել, ես ուրիշ բանաձև գտամ։ Իշխանությունը պարտվեց, ընդդիմությունը չհաղթեց։ Արդյունքում հունիսի 7-ից հետո այս մեր փակուղին փաստորեն շարունակվում է։ Գուցե հակառակն էլ ավելի ճիշտ։
Չէ, իշխանությունը չհաղթեց, ընդդիմությունը պարտվեց, գուցե այդպես, թե չէ մենք այդպես էլ կարող ենք ասել, որ չհաղթեց որակական տարբերություն կա։ Ընդդիմությունը չհաղթեց, իշխանությունը չհաղթեց, ընդդիմությունը պարտվեց։ Այդ կարող ենք ասել, նաև այդպես կարող ենք ասել, շատ մեծ չի։ Իրականում երկուսն էլ փակուղային տեղ տանող պատային իրավիճակ են, ակնհայտ է ինձ համար ընդ որում սա ասում եմ որպես պրոֆեսիոնալ քաղաքագետ, մոռանալով քաղաքական իմ սիմպաթիաները կամ պատկանելությունը, Հայաստանում ստեղծվել է տոտալ քաղաքական ճգնաժամ։ Ցավոք սրտի ընտրությունները ոչ թե լիցքաթափեցին այդ լարվածությունը կամ турբուլենտությունը, այլ ստեղծեցին նորը։ Ահավասիկ Նիկոլ Փաշինյանի ելույթները։ Մարդը բաց տեքստով ասում է, որ մեր դրած խնդիրը չենք լուծել։ Ամեն դեպքում, պարոն Սուրենյան, փորձագիտական շրջանակներում ավելի գերիշխողային կարծիքը, որ եթե հանկարծ նոր ընտրություններ լինեն կամ այսպես ասած երկրորդ փուլ, ապա իշխանությունը ավելի շահեկան վիճակում կլինի, այնց այդ ժամանակ էլ այդ քննությունը կլինի, թե ընտրակաշառքը ինչ ծավալ է կազմել, որովհետև եթե այն բավականին մեծ ծավալ է կազմել, հաստատ երկրորդ անգամ այդքան մեծ ընտրակաշառք չի լինի, այդ ընտրական տուրիստներն էլ չեն գա գնա։ Հիմնականը պրոիշխանական են այդ փորձագետները, որ նման կարծիք են հայտնում։ Ամեն դեպքում տրամաբանական կարծիք է։ Ես իրանց խորհուրդ կտամ մի հատ ուրիշ բան ուսումնասիրեն։ Ինչի վարչական ռեսուրսի ազդեցությունը Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի ձայների որ մասնակազմել։ Եվ արդյոք երկրորդ անգամ հնարավոր կլինի վարչական ռեսուրսի նման տոտալ չարաշահում։ Գիտեք ինչ է։ Դա կոնենտրակաշառքի փող տալու հետ կապված չէ։ Չէ, բայց դա եթե դա խոսքով ձայնով է, կարելի է նորից խոսքով մեքենան մաշելու հատկություն։ Հասկանալի։ Փորձենք ավարտել, պարոն Սուրենյան, ինչ եք սպասում ՍԴ-ից։ Գիտեք, կայուն ավտորիտարիզմի պայմաններում պետական ինստիտուտները, եթե նույնիսկ անկախ են իրենց կոչմամբ եւ սահմանադրական կարգավիճակով տեղավորված են իշխանության գրպանում։ Ես շատ երկար քաղաքական փորձառություն ունեմ, որպեսզի միամտորեն հավատամ, որ առանց քաղաքական պատվերի ՍԴ-ն գործելու է իրավունքի եւ սահմանադրության դաշտում։ Ես այնուամենայնիվ ՍԴ դատավորների համար սա թեստ եմ համարում, նրանք կամ պիտի ակնհայտորեն քրեական հանցագործության դիմեն, այնպես ինչպես դա արեցին ԿՀ նախագահն ու անդամները, այսինքն դառնան քաղաքական հաշվի արդարի գործիք, կամ էլ պետքա իրավունքի դաշտում գործի։ Եվ եզրափակենք, ամեն դեպքում էլի հավանական տարբերակ համարվում է այն, որ ՍԴ-ն ոչինչ էլ չի անի կամ կանի այն, ինչ նախկին ՍԴ-ներն են արել նախկին իշխանությունների ժամանակ, այդ դեպքում ինչը ճիշտ կամարեք, ի վերջո պետք է վերցնել մանդատները, գնալ այն մյուս քաղաքական ուժերին գոնե, ովքեր անցել են, ու նաև ասում եք, որ դեռ տևական քաղաքական պրոցես է լինելու, հա, 1-1.5 տարի, այսինքն միանգամից այնինչ ուզում եք, այնինչ նպատակադրել եք չի լինի, քաղաքական պրոցես է պետք։ Ուրեմն անկախ նրանից ԲՀԿ-ի ոտնահարված իրավունքները կվերականգնվեն, թե ոչ։ Ես միշտ դեմ եմ եղել բոյկոտին, մանդատներ չվերցնելուն, եթե կայծակնային հեղափոխության սցենար չունես։ Չունենք։ Հիմա ակնհայտորեն չկա այդ սցենարը, չխաբենք իրար եւ մեր հերոստատիտողին, հետեւաբար ես կողմ եմ մանդատները վերցնելուն ընդդիմության կողմից, բայց այդ մանդատների վերցնելն ու փողոցի գեներացիան զուգահեռ process-ով պիտի հետո իրականություն դառնան։ Ես տոտալ բոյկոտներին, բանին, եթե մենք ուզում ենք վրացական ընդդիմության մարգինալ կարգավիճակին հասնենք, նրանք էլ չի առանց հաշվարկի հրաժարվեցին մանդատներից, փողոց էլ չկարողացան գեներացնել եւ եղավ այն ինչ եղավ։ Ես դեմ եմ նման չհաշվարկված կտրուկ քայլերի։ Շնորհակալություն լավ զրույցի համար, այսքան հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրացուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը։